5000 դրամի FreeBet, TreeBet, SportKet, TotoGaming.am կայքում գրանցվելուց եւ վերիֆիկացում անցնելուց հետո արդեն գրանցված ես, մնում է վերիֆիկացվես ու սկսես անվճար խաղադրույքներ կատարել քո բոնուսներով։ TotoGaming.am Ցնծում են բոլորը, ցնծում ենք մենք։ Բոլորս ուրախ ենք եւ ես ասենց ասեմ, իմ տեղը չեմ գտնում, ես 2 օր հարբոցությունների մեջ եմ, խմում եմ միայն, որովհետեւ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իռլանդիային։ Շնորհավոր տղաներ։ Բրավո տղաներ։ Դա շնորհավոր եմ բարձր ծափարություններով։ Միացել եմ բարձր։ Այն Իռլանդիային։ Ավելի ակտիվ։ Այո, չէ, ես սենց ասեմ, գիտեք ինչ է, հոնգուր լացել եմ խաղից հետո։ Գիտեք, որ ես սենց էմոցիոնալ մարդ եմ ես։ Ես ուղղակի ֆիզիկապես չխլված եմ, որովհետև ես ի տարբերություն ձեզ դաշտում էի։ Էդվարդ Սպերցյանի մի հատ ծափերել եմ մի հատ ողողեք ծափերով։ Հերվից ծափեր։ Բրավո։ Բայց հերվից շտանգա ծափեր։ Ես Սպերցյանի խաղաոճը, չգիտեմ, շատ եմ նմանեցնում քո սիրած թիմի այդ կենտրոնական կիսապաշտպանի խաղին։ Տոնի Կրոսի մասին է խոսքը։ Մոդրիչ էի ուզում ասեի, ճիշտ ասած, բայց ես անկեղծ օրինակ նմանացնում եմ Հենրիխ Մխիթարյանին, չգիտեմ ինչի, իր անցումները, իր հարվածները ու ինչն է հետաքրքիր, Ռոբերտ ջան, ես այդ խաղի ընթացքում ոչ մի բան չէի նկարում, հենց հեռախոսով ռայքը տվեցի, գոլը եղավ, Instagram գցել եմ, հիմա մենք ունենք հնարավորություն դիտելու դա։ Դու մարգար ես։ Դու պետք է գնաս ռեկտաս չանջատես։ Հայաստանի հավաքականը հաղթեց շաբաթվա գլխավոր անցած շաբաթվա ֆուտբոլային իրադարձությունը։ Մոտ հետ վրեժ ունենք։ Այո, Իռլանդիայի վրեժը, Ֆաֆի տղերքով, բանով, ամեն ինչով, իբդեպ, զգացիր։ Ֆաֆը Հայաստանի ոնց որ հավաքականը չի, բայց հավաքականը մի մասնիկ է, չէ՞։ Եկան, հաղթեցին։ Անցած շաբաթվա ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ մեր հետ։ Ժամանակն է որպեսզի մարդկանց լուսավորենք, իմ ասում են ինչ ա եղել, մենք որոշեցինք ֆուտբոլ խաղալ Հայաստանի կանանց աղջիկների հավաքականի ֆուտբոլիստուհիներից մի քանիսի հետ։ Իսկ թե ինչ եղավ վերջում, մեղմ ասած ուզիչ էր։ Կարելի է այժմ դիտել եւ վերադառնալ, Ռոբ ջան։ Ես շիկնում եմ։ Չէ, իրանք մասնակցում են եւ չեն կարողանում նայել, չի թվում։ Նկարեք, հա, այնտեղ նկարեք։ Ավայ։ Սպիտակ բութիներովին կանգնացնում ենք խաղը կայնում է, հլա արի դու մի խաղա, դու սեկար, դու լավ ես խաղում։ Մենք մի հատ հիմա գոլ ենք խփում, դրանից ենք անում։ Ես մտածում եմ, որ ես դաշտում ամենաուժեղ կինն եմ։ Հաղթել ենք։ Ապա վсё, ես պիկի վրա։ Զալատոյ գոլը լսի։ Ես պիկի վրա ավարտում եմ։ Այդ զայնագրությունը պետք է ջնջվի։
Ահա որ էլ չեմ կարող վազեմ, ինչ եմ անում այդ պահին։ Նստում ես։ Ես ֆուտբոլի մեջ որ կատաղում եմ, ինձ էլ բռնել չի լինի։ Եկեք, ոտերս քեզ խփում։ Всё. Եք չհասկացել, քան ծառացել եմ։ Հա, ավտոկոս չարած։ Լավ խաղեր։ Մենք ոչինչ էինք, ես օֆիցիալ ասում եմ, մենք ոչինչ Ես կամ ասեմ ոչնչություն, որովհետև մենք շատ հատ կրվեցինք ու կրվեցինք իր պատճառով, եկեք նայենք։ Ես համաձայն եմ, բայց ես խոսեմ դալի պարապելու եմ ու հաղթեմ մենակս։ Ես ձեռնոց եմ նետում մենակը սաղիդ։ Ուր եք։ Եկեք մեկնաբանենք մի քանի բառով ինչ տեղի ունեցավ։ Ես ռուսերեն բառ կլինի օգտագործեմ։ Ստիդ ի պոզոր։ Սրամ։ Լուրջեսի շատ ամոթալի էր։ Մեր մեջի միակ ֆուտբոլային մարդը Կարենն էր։ Այո, մեր մեջի միակ կախարդը։ Այո, ֆուտբոլային կախարդը նույնիսկ տեսակ այնտեղ մկրատ ոչի հարված էր նա կատարում, որը այդքան էլ լավ չստացվեց։ Շատ ժանգատ մկլատ։ Այո, խաղից հետո նրան տարանք որ վնասված կա բանի մոտ։ Սարել է։ Այո, ողնաշար չէ, բայց մենք թույլ խաղացինք։ Անկեղծ բոլոր են մարդիկ։ Հաճիկ ստացան, կարևորը դա է կարծում եմ։ Իսկ դու քո խաղը ինչպես կորակես։ Խզարել եմ։ Հասկացա։ Նայ, տեսեք, մարդիկ նայում են մեր կանանց կամ մեր աղջիկների խաղերը ու տպավորություն է ստեղծում, որ թույլ են խաղում ինչ որտեղ, գուցե մենք էլ որ դիտում ենք այդ ձևը, բայց երբ որ դաշտում իրաց դեմ են խաղում, շատ պրոֆեսիոնալ սիրո խաղ են ցույց Ես տալիս։ նույնիսկ ուզում եմ ասեմ, ով էր իմ ոտքերին հարվածում եւ կտրում։ Կարենի մկրատից խոս գնաց, Կարենի անհաջող մկրատից, բայց անցած շաբաթ Կարենը հաջող մկրատ էլ է արել։ Օ, Եզրափակիչ խաղ։ դերցակ ես դու, ֆուտբոլային դերցակ ես։ Ձեր թիմի անունը ինչ է։ Ջոկեր։ Բերդ մոռացի էդի։ Ինչ թիմի անունը։ Ես համաձայն եմ որ թիմի անունը Ջոկեր Աստիճաններով են իջնում անընդհատ։ Բայց հիմնը ձեր հիմնը ո՞նց է։ Ռամ տամ տարաբարա տամ 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 պաբրան տամ տարագարա տամ տամ տամ։ Կարենի գնդակները տանտա։ Բայց ո՞նց է գտնում այդ մուլտֆիլմին։ Ինչ ջոկեր դա նա ցույց կտաս գորը։ Սա լուրջ խախտել է, ջոկերը չախտել է այսի։ Դու էկվիլիբրիստ ես նաև։ Կարելի ասել։ Դա չգիտեմ որ։ Չգիտես ինչ Բայց բառը։ իմացի որ դու հետ ես։ Հաղթել եք ֆինալում։ Հաղթել եք։ Որ են Կարեն։ 4-3 հաշվով 2 գոլ 2 գոլային փոխանցում գրանցեցի իմ հաշվին։ Man of the match-ը դու ես։ Իհարկե։ Իսկ ինչ ա եղել մրցանակը, ինչ որ այդ ինչ ա եղել, լվացքի փոշի բան, ինչ ա։ Իրանք համագործակցում են։ Ինչ մրցաշար։ Համագործակցում են ֆուտբոլի խաղի հետ։ գալիս է պատմում որ իմանա։ Ասում են Ուրիշ շատ չկա իմանալ։ ցույցա տալի վիդեո։ Գալի ինքնացից տալի իրակոս։ Ինքս ասեմ, հետներս չլիներ, կյակում չէի իմանալ, որտեղ մրցաշար կա, էլի։ Հաջորդ մեր սպորտ հաուսը Կարենը բաց է թողնում։ Շատ դեղին քարտեր ունի Ոնց բաց է թողնում, Կարենը գնում է Եվրոպաներ։ Օրը Եվրոպա ես գնում շնանալու։ Լասա, շնանալու միջազգային սեզոնը համարում ենք բացված։ Չէ, Կարենին մաղթենք հաջողություն։ Կարենին մաղթենք հաջողություն։ Բարի վերադարձ։ Բարի վերադարձ, այո։ Պորտուգալիայում ես քեզ համարներ կտամ հասարակած տների կգնաս։ Դուք կոմենտներում առաջարկում եմ գրեք, թե հաջորդ հաղորդմանը այս աթոռով զբաղեցնի։ Մեկ հաղորդումով։ Շատ լավ է։ Մեկ Շատ լավ բան է։ Մենք կտեսնենք ձեր կոմենտները եւ գուցե ինչ որ մեկին ընտրենք։ Իհարկե, շատ սիրո։ Կարող է չգնաս դու։ Եվ այսպես, Գերմանիա, Անգլիա, իդեպ Ազգերի լիգայում Հունգարիան էլի Եվրոպայի առաջնության նման ընկել է մահվան խումբ, Իտալիա, Անգլիա, Գերմանիա եւ առաջին տուրից հետո առաջին տեղում է Հունգարիան։ Տեղում հաղթեց Անգլիային։ Այո։ Ու Հունգարիայի սպորտ հաուսում դրել են այդ նկարը։ Հունգարիան առաջին տեղ։ Ես կծավալեմ ուրախ է, չի ինչ որ Դանիան գրել է Ֆրանսիային։ Ուրախ է։ Մոռացել է որ 2-1 Բենզեման գոլ արեց։ Բենզեմանը չլինի։ Ինչ տանեք։ Գերմանիայի հավաքականը վերջին 10 խաղից 8-ը հաղթել էր, 2 ոչ ոքի իրար հետևից արեց, Կարեն ջան։ Ոնց է մեջտեմ չէ թեմայի։ Եվ ինձ թվում է այս Գերմանիան կոնկրետ այս օրվա դրությամբ պետքա
առավելության աստի Անգլիային, մաքսիմում ոչ ոքի, ինձ թվում է Անգլիան բացարձակ ոչ մի շանս չունի։ Իտալիա-Հունգարիա խաղի վերլուծությունը ես արժեքում եմ Արմանով սկսվի, որպես հունգարական ֆուտբոլի մոլի եկեղեցու եւ գիտակ։ Իտալիայի թե Հունգարիայի։ Ֆերենց Վարոշը, բանը, Պուշկաշը, բան, խաղում է Պուշկաշը, թե էլ չի խաղում, թարգել է արդեն Պուշկաշը։ Տարգել է կյանքը։ Տարգել է կյանքը դու գոլեր խփել է։ Չէ, ես կարծում եմ, որ Իտալիայի մայրամուտն է իրականում հիմա։ Իտալիայի հավաքականը ինձ թվում է երկար տարիներ են սպասվում, որ վերականգնվի Իտալիայի հավաքականը։ Այս դրա համար էլ մայրամուտ է, բայց այն որ սկսումը արևածագը, բայց հիմա չի լինելու էլի մի քիչ։ Բելլիե նոչի է։ 2 տարի կանցնի, հա, Բելլիե նոչի, իսկ Հունգարիան տենց ինձ թվում է անսպասելի շատ անակնկալներ է մատուցելու այդ խմբում։ Ես էլ եմ համաձայն Արմանի հետ դրա համար։ Ես ոչ ոք եմ սպասում այս խաղում։ Հունգարիան այս խաղում միավոր է փախցնելու Իտալիաց, քանի որ Իտալիան այդ Եվրոպայի առաջնությունը հաղթելուց հետո եւ երկրպագուները այնքան էին տենց ուրախացած տենց վատ բաներ ասում մնացած թիմերին դրանից հետո Շվեյցարիային պարտվեցին Մակեդոնիային դուրս մնացին թիմ չի մնացել ֆինալիսիման պարտվեցին Արգենտինային եկան Իմ ու Արմանի երկրպագած Արգենտինայի ֆինալիսիմա Արգենտինայի հավաքականը ֆինալիսիման հաղթեց մոտավորապես այսպես մի հատ գավաթ տվեցին մեզի մեծ է ցույց տալի հա ճիշտ է մեծ է ցույց տալի Okay, 5 շաբթի օրը Շվեյցարիա-Իսպանիա հանդիպումն է, ես արժեքում ես խային անդառնակ դուք 3-դ։ Անդրադառնանք երկես, հիշում ես, որ ես ասում էի Իսպանիան 3-0 պարտվելու է, տենց չես ասել, այդքան էլ տենց չես ասել, 3-0 պարտվելու է Պորտուգալիան չփխելու է, տենց ես ասել դու։ Դե հա, ուղղակի բուրդ է, չէ՞, ես ասել էի որպես բուրդ է, զգալու եւ չփխի, դե բախտը չբերեց մի քիչ Պորտուգալիայի։ Որ խաղը որ Իսպանիան ուղղակի իշխում էր դաշտում։ Ինչ կապ ունի, հաշիվն է մնում վերջում, 1-1։ Ռոնալդոն հաշիվն է մնում, որովհետեւ դու մենակ հաշիվներն ես նայում։ Կարեն ինձ ուշեց, Ռոնալդոն փոքրին շուտ մտներ։ Հենց մտավ գոլը խփին էլի։ Այո, շուտ մտներ ավնան կհաղթեին, բայց Շվեյցարիա-Իսպանիա Եվրոպայի առաջնության ժամանակ, եթե չեմ սխալվում, Շվեյցարիային 11 մետրանոցներով հազիվ հաղթեց Իսպանիան, հիշում ենք։ Ոնց ասում այո, ոնց որ Շվեյցարիայից Ֆրանսիան չի թռե։ Այո։ Հա, մի 11 մետրանոցներով։ Չէ, բայց հազիվ։ Իսպանիան ուժեղ է, չէ, 11 մետրանոցներով։ Չէ, քանի որ այս խաղում 11 մետրանոցներ անհնար է լինի, ես կանխատեսում եմ ոչ ոքի հաշիվ։ Մեն հաջորդ top հանդիպումը հավաքականների մակարդակով Անգլիա-Իտալիա, Եվրոպայի առաջնության եզրափակչի կրկնությունը կարելի է ասել։ Այո, կասեն մեկնաբանները։ Կասեն մեկնաբանները, բայց Անգլիայի հավաքականը մի քիչ ինձ համար ավելի ֆավորիտ է այս խաղում, քան Իտալիան, որտեղ Իտալիան մի քիչ պարտություններից էս նեղված է։ 0-0-ի հանդիպում է սա։ 0-0։ Հա, երկուսներ Իտալիայից բացի Անգլիան էլ է վատ վիճակում, Եվրոյից հետո անշուք խաղերի շարք անցկացնում ու դրա համար շատ ուժեղ պայքար լինելու այդ խաղում իրականում։ Ես կարծում եմ Անգլիան ավելի մեծ շանսեր ունի այս խաղում, քան Իտալիան։ Հա, հենց ես կարծում։ Ամենայն կերծավորություն։ Անգլիայի դաշտում է։ Դե սենց ասեմ, Անգլիայի այս խաղում լավ խաղալը նաև ուղիղ համեմատական է Գերմանիա-Անգլիա խաղից։ Իհարկե։ Դա եկեք Պատկասում եք էտել Անգլիան պարտվի։ Հա, էտել պարտվի։ Արդեն կենաց մահու պայքար է։ Իհարկե, ինքը վիրավոր անտիլոպա գնուի նման մտնելու է խաղադաշտ։ Եվ հաջորդը անդրադառնանք Շոտլանդիա Հայաստանը։ Խաղերը մեզ ամենաշատն է հետաքրքրում։ Իհարկե Հայաստանի օլե Հայաստանի ազգային հավաքականը մրցում է ամսի 8-ին, հունիսի 8-ին Շոտլանդիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումներն են գալիս Հայաստանի ազգային հավաքականի Շոտլանդիային հավաքականի ինչպես այո Արմանը նշեց բրիտանականների հետ մենք լավ ենք խաղում Իռլանդիան հարում է բրիտանական ֆուտբոլին շոտլանդացիները ավելի պինդ եւ ավելի պաշտպանողական ավելի ուժեղ են բայց սա այն Շոտլանդիան չէ որը կար 98 թվականին չէ ես էլի եմ ասում ես սա ոնց որ դարել է արդեն թեվավոր խոսք որ որպես հայ ցանկանում եմ որ Հայաստան բայց նաեւ աշխարհի առաջնությունից դուրս մնացի մտածեք մոռանանք Ուկրաինան 3-1 հաղթեց դուրս մնացի նա արդեն էյֆորիկ է գալու գլուկերի մեջ է գալու չի հասկանալու ինչ այլը բայց ես արդեն նաեւ ոչ միայն որպես հայ նաեւ ֆուտբոլասեր հավատում եմ որ հայերը կհաղթեն ես էլ եմ Հայերը հաղթելու են։ Ես եմ կարծում, որ անկեղծ դրական հաշիվ այս խաղում լինելու, ինչու, որովհետև նախ առաջինը Հայաստանը գտնում է հիմա էմոցիոնալ առումով լավ
վիճակում 9-0-ից հետո պետք էր այս հաղթանակը մեզ եւ ինչ շնորհակալ որը այդքան էլ ճիշտ այսօր էստեղ է Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախագահ Արտուր Սողոմոնյանը Պարոն Սողոմոնյան, բարի գալուստ, բարի երեկո, եւս մեկ անգամ մենք շնորհավորում ենք Փյունիկին չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Այս շատ ինձ թվում է ավելի լավ քան դուք ոչ մեկ չի պատկերացնի, թե ինչքան բարդ եւ երկար աշխատանք էր չեմպիոն դառնալը։ Ես հիշում եմ, որ Եղիշե Մելիքյանը երբ որ նոր եկավ իր ինտերվյուի ժամանակ, այդ ժամանակ Փյունիկը շատ ներքևներում էր գտնվում, ասաց մեր նպատակն է դուրս գալ առաջին տեղ, ամենաբարձր տեղերը ու այդ ստացվեց։ Մենք շնորհավորում ենք ու ուզում ենք ոնց որ մի քանի բառով ասել, որն է այդ հաջողության բանաձևը, ինչպես ստացվեց Հայաստանում։ Հա, իրոք էս մեր համար է դրանց շատ մեծ ուրախություն է, մեր համար, մեր երկրպագուների համար, բայց դա հեշտ ճանապարհ չէր, որովհետև ճիշտ եք ասում, մենք սկսեցինք, երբ որ Եղիշե եկավ, թիմը այդ վաղ 7-րդ տեղներ ու նենց չէր երևում, որ այդ թիմը կարա իրոք պայքարի չեմպիոնության համար ու իհարկե Եղիշի շնորհիվ, Ֆիրաշտաբի շնորհիվ եւ լրիվ ակումբի ճիշտ աշխատանքի շնորհիվ մենք այս տարի կարողացանք պայքարենք ու վերջիվերջոց մեր նպատակին հասանք։ Ամենա մեծ բանը, ինչ որը մեզի օգնեց հասնել այդ նպատակին, այն էր, որ խաղում էր ոչ թե միայն թիմը, առաջի թիմը, այլ լրիվ ակումբը։ Լրիվ հավաքարարից սկսած, մեր երեխեքը գալիս էին ամեն խաղի ֆան կլուբը, սա խաղերի մեր հետ էր, բայց սա իրար հետ ադմինիստրացիան էր շատ լավ աշխատում, մեր դիրեկտորը շատ լավ սելեկցիա մեր անցկացրեց, ոնց որ սա իրար հետ բերեց մեր նպատակին հասցրեց։ Այսինքն ամեն կետում ամեն ինչ ճիշտ է։ Հա, որովհետև դե ֆուտբոլը դա իմ համար իմ փողոց է, էլի ավելի շատ քան ստե Ամեն չի հասկանա, մենք թարգմանենք։ Դու թարգմանես, պովոդ բառը կարենին թարգմանել։ Պովոդ, էլի, պովոդ։ Կարևորը մարդիկ դնեն իրանց դեմ ինչ-որ նպատակ ու կարենան ամեն ինչ նվիրեն նրան, որ հասնեն այդ նպատակի։ Մի փոքր ոնց որ սեկրետ ասեմ, մենք ֆորմեն որ զակազ ենք տալիս ձմեռը, պետք է երկու տարբերակ զակացանք, բաց ու մուկ։ Ես որոշեցի, մենք մինչև այդ ենք որոշել, որ եթե դառնանք 15-րդ անգամ չեմպիոն, խաղալու ենք ոսկի գույնով նվիրված այդ 15 չեմպիոնության։ Այդ որոշումը պետք է ընդունենք դեկտեմբերին, որտեղ ֆորմեն պատրաստում են կես տարի, հա, եթե ուշ ընդունես, մենք նայեցինք, ես ասացի, հա, ոնց է, որ տեսա տրամադրությունը, այդ ֆորմեն զակազ տվեցինք, ու ես արդեն հունիսին գալու է։ Մեզ մարզաշապիկներ են նվիրել։ Դու գիտեք, դա թաքուն չի արվել, դա ոնց որ Հետելա դեկտեմբերին է դա։ Կոնտրոլ արել։ 4 հատի հաշվարկը 4 հատի հաշվարկը թե մինուս է, մեր եկելա մեր բյուջեին դա։ Շնորհակալություն։ Մյուս տարի ոսկի կնվիրենք։ Այս ոսկին ուզ, ես սա նամյոկ էր իրականում։ Ակնարկել որ այդ ոսկից մի հատ ուղարկեք, էլի, խնդրում եմ։ Պարոն Սողոմոնյան, մեր առաջնության ոնց սպეციფიკա է դա դարձել, որ թիմը կազմով ավարտում է, հետո եվրոպական մրցասպարեզ երբ դուրս է գալիս, ամբողջությամբ փոխվում է ինչ որ ավելի թուլացված թիմ ենք տեսնում ու արդյունքում չի լինում Եվրոպայում այն արդյունքները, որ սպասում են։ Ինչ է կատարվում Փյունիկի այս պահին եւ ինչ փոփոխություններ լինելու են, արդյոք թե չեն լինելու։ Եթե գիտեք, Հայաստանի օրենքով մի տարուց ավել դու իրավունք չունես արտասահմանցու հետ ինչ-որ պայմանագիր։ Չնայած ակումբները սովորել են դա մեկ անցնել, բայց մեկը շատ վաղ մեր մոտ կարճ պայմանագրեր են, դա դրսից եկած ֆուտբոլիստների։ Երբ որ մեր երեխեքը հասնեն այդ մակարդակի, իհարկե կփոխվի սիտուացիան, որտեղ դեռ մենք իրավունք ունենք կնքել այնքան ինչքան որ ուզենանք 3 տարի, 5 տարի։ Ու դրա պատճառով մենք իրոք sense խնդրեմ ենք ունենում, երբ որ չեմպիոնատը վերջանում է ու չեմպիոն թիմի ֆուտբոլիստները դառնում են իհարկե ավելի նենց հետաքրքիր, պահանջված, հա, ու ավելի լավ առաջարկներ են ստանում ուրիշ տեղերից։ Դրա համար մի դժվար է անում իրանց պահելը։ Դե իշ Փյունիկին մաղթենք հաջողություն պարոն Սողոմոնյան եվրոպական մրցասպարեզում ամենամեծ սրտով երկրպագելու ենք, ուրախանալու ենք։ Շատ ենք ուրախանալու։ Պարոն Սողոմոնյան, ինձ մեկ հարց է հետաքրքրում, անկեղծ մենք դիտում էինք մրցանակաբաշխության արարողություն, երբ որ Փյունիկը դարձավ չեմպիոն, տրվեց գավաթ, բա մեդալներ չկային։ Չէ, մեդալները դու ուղարկեցին, մենք հավաքվանք ֆուտբոլիստների հետ ու սա ֆուտբոլիստներին այդ մեդալները տվեցինք, բայց էլի զակազ ենք տվել, հա։ Դուք եք զակացնել մեդալ։ Չէ, մենք ավել զակազ տվեցինք, որտեղ ես ուզում եմ որ լրիվ ակումբը որ մասնակցել է, կարողանա։ Բրավո։ Պարոն Սողոմոնյանի դեպ որ ինչը
ճիշտը պետք է ասել, մենք միշտ երբ որ խոսում ենք, Փյունիկը ինչով է առանձնանում, ես անկեղծ երբ որ թիմի ղեկավարը այդքան նվիրված է ֆուտբոլին ու ապրում է ֆուտբոլով ու ոչ մի բանի համար կարելի ասել ոչ մի բանի վրա հայերեն խոսքը չի ափսոսում, սկսած մարզահագուստից, այդ սպորտային վերնազգեստերից, անգամ այդ պրինտի որակից Փյունիկում ամեն ինչ է որ Facebook-ի ու Instagram մենեջերի ղեկավարը ամեն ինչ է որ դրսի մակարդակով արվում, այդ հավատացեք երևում է մեկ-մեկ գուցե ինչ որ հարց առաջանա, բայց Հայաստանում ում է պետք է ամեն ինչը, այդ երկրպագուները տեսնում են ու իսկականից հաճելի է հպարտություն ենք զգում, երբ մեր Հայաստանում կա թիմ, որ ամեն ինչը պրոֆեսիոնալ առումով արված։ Ձեր նվիրած մարզաշապիկը ես հագնում գնում եմ հարսանիք։ Ինձ համար այդ ինքը պիջակը, մարզաշապիկ չէ, կոստյումը։ Շատ հաճելի է, հա, դուք ճիշտ եք նկատել, այդ հարցում մանրուքներ չկա, ամեն մեկը պետք է արվի շատ պրոֆեսիոնալ ձևով։ Օրինակ Մեսին կամ Ռոնալդուն, իրանցից մեկը որ Փյունիկից խաղա այս տարի։ Իրանք 100% չեմպիոն կդառնանք, չէ՞։ Այդ մի ֆուտբոլիստի ներկայությունը։ Դեռ մի հոգով, երկու հոգով դու խաղ կարաս կրես, բայց չեմպիոնատ չես կարա կրես։ Ես մի հատ Մեսի հետ էլ խոսամ։ Փորձի, եթե սպասում եմ պատասխանին ասում։ Մեսին չգիտեմ, բայց ես երազում եմ, որ ասենք թե Հենոն նրա վերջիկ դեռ կես տարին կամ մի տարի Էսի շատ ուժեղեր, որ հետ վերադառնա իր ակունքներին կարելի ասել, որտեղից սկսել է շատ հիանալի կլինի։ Ինձ համար, եթե Հայաստանը ճանաչում են տարբեր բաները, օրինակ Արար մասի սարով, կոնյակով, հենիկ անկեղծ ասում, հենիկ մխիթարանը մտել է ատեղ, ասեք որ բրենդ է։ Պիկը բանն է, հենոն կոնյակով մասիսի ֆոնին է։ Բայց ճիշտ եմ ասում, ասեք որ կոնյակը հայկական մասիսը ու հենոն։ Իմ լուրը կապված է ակումբի սեփականատիրոջ հետ, հիմա։ Որ ակումբի։ Բուլղարական Ցարսկիե Սելոն Ցարսկիե Սելո, Պյոտր Պերվետի։ Mən բուլղարական Ցարսկիե Սելոն թիմը, որը պայքարում էր լիգայում մնալու համար, իրենց անհրաժեշտ խաղում 11 մետրանոց հարված է ստանում վերջին րոպեին։ Եվ եթե իրացնի այդ հարվածը կմնա լիգայում։ Սակայն այս հարվածին մոտենում է Յուսուֆա Յաֆան եւ սեփականատերը թիմի մտնում է խաղադաշտ եւ չի թողում այդ ֆուտբոլիստին հարվածել։ Այդ ֆուտբոլիստին դաշտից դուրս է հանում եւ ասում է այս ֆուտբոլիստը պետք է իրացնի։ Իր նշանակած ֆուտբոլիստը վրիպում է եւ թիմը դուրս է մնում։ Առաջությունից։ Պարոն Սողոմյան, որպես ֆուտբոլային ակումբի սեփականատեր, sense բան կարելի է անել։ Չէ, իհարկե պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Ամեն մեկը իր բանի մասնագետն է, դա մարզիչի խնդիրն է հաստատ։ Ասում են, գիտեք, կա ֆուտբոլային աստված, որ մեկ-մեկ պատժում է տենց։ Իհարկե, շատ պատժել է։ Դե մեր հայկական ֆուտբոլում նման դեպքեր կյանքում չեն եղել։ Ես մի լուր եմ ուզում անել, որը լուր չի, որը ամբողջ ֆուտբոլային աշխարհը քննարկում է։ Ես ուզում եմ խոսանք Պիկեի եւ Շակիրայի բաժանման մասին, ինչը մի քիչ ցավոտ է։ Եվ Պիկեի բարեկամը նոր լուրերով է ոնց որ արտահայտվել, ասել է, որ լրագրողների համար, երբ տեսախցիկները միանում էին, զույգը խաղում էր երջանիկ ընտանիք, բայց արդեն քանի տարի է, նրանք ում հետ ուզում քնում են։ Այսինքն Եվ Պիկեն եւ Շակիրան։ Բայց դե ինչ է։ Այլ բաժանվում։ Քանեք էլի։ Իդեպ, հետաքրքիր այն է, որ հենց այդ բարեկամուհու կամ բարեկամի, չգիտեմ ինչ սեր է, շուրթերից է դուրս եկել, որ Պիկեն հնարավոր է հանդիպում է Գավի, կներեք, բայց մայրիկի հետ։ Բայց դե աբսուրդ է, Գավին էլ թիմակիցն է։ Թիմակիցն է, ու ես նկարը տեսել եմ Գավի մայրիկի, նկարը տեսել եմ, ինձ թվում է պարոն Սողոմոնյան, չարժեր։ Եթե կա օրինակ Զանյոլոյի մայր։ Ինչու Գավի մայր։ Գավին նկարը։ Ավելի գեղեցիկ կին։ Պիկեն նման էր տես մի քիչ։ Այո, մենք նկար ենք պատրաստել Պիկեն եւ Գավին, ահա մեր համակարգչի վրա, պարոն Սողոմոնյան, սկսեմ որ դուք տեսնեք։ Գավին նրա երրորդ որդին է կարելի ասել, այս Ինտերնետի ինչ-որ բամբասակներ է, չգիտեմ։ Գավին հենց իրական չափսերով է այստեղ պատկերված։ Շարունակելով այս թեման, ուզում եմ մեկ բան ասել, որ
իր նաև արտահայտվել է նաև Բարսելոնայի հայտնի երկրպագուհի Miss Boom Boom մրցույթի ոնց որ հաղթող Սյուզի Կորտեզը, գիտեք ինչ է Miss Boom Boom-ը? Դա նրա ինձ թվում է բարեմաստությունների մասին է խոսքը։ Որ բարեմաստությունների ամենամեծ Boom Boom-ները ունի։ Եկեք իրար կոչենք իրենց անուններով, իսկ դա իրա, երբ նայես, ամենամեծ ուսուցում ընտրվում է տարվա ամենամեծ հետույքը, ու այդ աղջիկը Բարսելոնայի մոլի երկրպագու է, ունի 2 տատու Մեսսին նվիրված շատ գաղտնի մասերում, եւ նա արտահայտվել է գաղտնի մասերում, այսինքն որ չար բախման։ Բոմբոմի խորքերը, չի։ Պատվալը որտեղ է։ Մանկական երկաթուղի։ Եվ նա արտահայտվել է, ասել է որ Պիկեն անընդհատ իրան գրել է ու չէր ասում, որովհետեւ Շակիրային շատ է սիրում։ Ես Պիկեին մի բառ կարող եմ ասել, սա պարոն Ղզղիզն է։ Դե բոլորին գրում են, հա, բոլորին գրում է, սա։ Կարենին էլ է գրել։ Գրդեք չէ։ Կարացա մեր ժամանակ։ Չէ, բայց անկեղծ շատ հետաքրքիր բան ասել, այս աղջիկը Մեսսի ֆանատ է, ու ասել է Բարսելոնայի ամբողջ թիմը ինձ գելա բացի Մեսսիից։ Մեսսին դա 12 տարեկանից բաշի քարտն արած։ Շատ փոքր տարիքից։ Ռոբ ջան, եւս մեկ լուր։ Այո, իհարկե։ Մյուս լուրը պարոն Սողոմոնյան։ Հյուսիսային Իռլանդիայի առաջնությունում կին մրցավարը խաղացողներից մեկին 2 ամսվա ընթացքում 6 անգամ կարմիր քարտ է ցույց տվել։ Հետո պարզվել է, ինչ որ հետաքննություն է, որ նրանք իրականում ընկերուհիներ են։ Եվ այդ կարմիր քարտերը ինանդու էր ցույց տալի, որպեսզի անկողնային կյանքը ավելի հետաքրքիր դարձնեն իրենց։ Այսինքն կատաղած էլի, որ գժված գնա, որպեսզի ինքը խաղեր էլի, որ էտում է իր կարմիր քարտ ցույց տալի։ ինքը կարմրացնի էլի։ Արիստեղ էլ է։ Կամ էլ հաջորդ կիրակի որ իր հետ անցկացնի էլի։ Այո, բարձել են, որ դա ինչ որ սիրախաղ է, այսպես ասած սիրախաղ է եւ բնականաբար կին մրցավարին որակազրկել են, ինչպես նաեւ տղամարդուն, ինձ թվում է նրանք երեք միասին հիմա ավելի կատաղած են։ Կատաղած է Բելֆաստում, Հյուսիսային Իռլանդիայում, չէ՞։ Բելֆաստում իրար հետ գույատ են անում։ Երբ է վիճակահանությունը Չեմպիոնների լիգայի։ Ամսի 14-ին ա լինելու ժիրիբովկեն, սպասում ենք իհարկե, իսկ ամսի 4-ին 5-ին առաջի խաղն ալնելու, ես հույսով եմ, որ կգանք մեզի պատիժ կատարել։ Անպայման իդե։ Իրոք շատ կարևոր է։ Ռոբը սիրարվել է այդ VIP զոնային։ Ես VIP զոնայի, մեզ նվիրել են VIP զոնային, մենք միշտ գալիս ենք եւ օգտվում ենք վերևի բարիկներից։ Ուտելիքներից։ Բարիկները հասկացաք ինչ ասենք, դա կլաբ սենդվիչներ եմ դանում տնեցիկին ես Այո, մենք անպայման կլինենք այդ խաղին մարզադաշտում, կլինենք Փյունիկի կողքին։ Եկեք եւս մեկ անգամ շնորհավորենք Փյունիկին։ Շնորհավոր։ Մաղթենք բարի երթ եվրոպական մրցասպարեզում։ Եկեք մարզադաշտ, եղեք Փյունիկի կողքին։ Պարոն Սողոմոնյան, ձեզ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հուսով ենք առաջինը, բայց վերջինը չի լինի։ Մենք միասին կխոսանք արդեն Փյունիկի եվրոպական հաջողությունների մասին։ Ռոբն էլ նոր ոսկեգույն մարզաշապիկով։ Այո, ոսկեգույն մարզաշապիկով, որովհետև ես աշտանը մի հատ հարսանիք ունեմ։ Դրանում գնամ Բարսելոնա։ Ուղղակի անունը հետևի գրեք երջանկություն նորապսակներ։ Շատ հետաքրքիր հյուր էր, էսի մեզ մոտ արդեն լուրջ պաշտոնյա էր եկել հյուր։ Ես վերևներից մարդ էր եկել, վերևներից։ Բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, եթե բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, բաժանորդագրվեք, որովհետև մենք դրա համար ենք ոնց որ ասում անում, դուք էլ ոնց որ բաներեք, բան լինի, որ լավ լինի, էլի, ոնց որ բան լինի։ Ժողովուրդ, ժամանակն է մրցույթի մասին եւ այսպես որ հանդիպումների արխիվներն են պետք գուշակել։ Կարեն ջան, Հերթով ասենք եղբայր։ Գերմանիա, Անգլիա, Շոտլանդիա, Հայաստան։ Եվ Ուկրաինա, Հայաստան։ Գուշակեք այս 3 հանդիպումների արխիվները առաջինը եւ ստացեք նվեր մեր գործընկերոջ Toto Gaming-ի կողմից 3000 դրամի չափով free bet։ Ինչ է պետք դրա համար։ Պետք է լինել առաջինը եւ պետք է իհարկե ունենալ Toto Gaming-ի վերիֆիկացված account։ Շնորհակալություն Toto Gaming-ին։ Իդեպ բոլոր այս հանդիպումները, ինչի մասին որ մենք խոսացինք, եթե ուզում եք արագ հասկանալ գործակիցներ ու ամեն ինչ, ներքևը ամրագրված մեկնաբանության մեջ կա, կարող եք մտնել եւ տեսնել։ Շնորհակալություն մեր գործընկերոջը Toto Gaming-ին։ Անցած շաբաթ եւս կարևոր մեկ իրադարձություն ա եղել։ Ես ուզում եմ ոնց որ այստեղ մենք անդրադառնանք։ Ես ուզում եմ որը։ Որը ես վստահ եմ որ գուցե դուք չգիտեք, բայց ես ուզում եմ որ անդրադառնանք մենք այստեղ։ Ես արդեն իմ որոշել եմ որ տենց պետք է փակվի։ Շաբաթ։ Այո, անցած շաբաթը տեղի ունեցել մեր Կարենը։ Կարենը, հիշում եք Կարենը։ Կարենը գնել է մեքենա։ Այ ինչ ես խոսում, Կարեն ջան մեքենա ես գնել։ Կարեն ջան նախ քեզ փող որտեղից։ Իսկ դու մեքենա վարել գիտես, ես ինչքան գիտեմ դու մեքենա։ ոչ։
Բա դու ով ես։ Բայց ի՞նչ ես մեքենա։ Երկու ամսվա մեջ կսովորեմ։ Ես իմ մեքենան, քանի որ իմ մեքենան նույնպես Mazda է, նույնպես Mazda է, իմը բանալիները ղուրբան կանեմ քեզ։ Ղուրբան կանեմ, գնա սովորի։ Ձեռս բացվի։ Ձեռդ կարա ուրիշ տեղի բացվի։ Այսքանն էր այսօրվա Sport House-ը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, ես արդեն որպես ռեկորդակիր, որովհետև մենակ ես եմ մնում, որ չեմ բացակայել։ Բայց դե մի բան կանենք, դու էլ կբացակայես, կհավասարվես, ճիշտ է, ես մի հաղորդում բացակայել եմ։ Հայաստանի հավաքականի մաղթում ենք հաջողություն, Կանին էլ։ Բարի ճանապարհ, Կանին ջան, եւ բարի վերադարձ։ Ու նայի սկզբում բան առնելուց անպայման այդ եվրոյով թվերը սկզբում փոքր է երևում, քեզ թվում է էժանա, բայց մի հատ հետո հայկական կուրսով հաշվի, տես ինչ է, էլի ոնց որ առավոտի պահեմ ասում քեզ։ Դե ինչ եկեք Կարենին մաղթենք բարի ճանապարհ, քանի որ երկար ճանապարհ են կտրելու եւ գնա եւ հայկական լավ ավանդույթ կա, որ ինչ որ մեկը մեր ընկերը, բարեկամը տեղ է գնում, նրա ետևից ջուր են լցնում։ Ետևից ջուր շփում։ Իհարկե ետևից ջուր է, բայց մեկ մի քիչ եկեք ձևափոխենք եւ ետևից չլցնենք, այլ դեմից։ Ախպերս գործի է։ Ջեբս փող կար։ Լիֆը երևաց։